դիտավորյալ եք անում։ Հասկանալիորեն մի բան են դաշնետում, հիմա անդիմությունը եթե վաղը խոսի ճանճերից, բնականաբար կամ ճանճերի պաշտպանությունից դուք գալու եք հարցնեք դրան։ Հիմա իրանք դա են խոսում, դա եք հարցնում, ես էլ ասում եմ, որ ժողովուրդ ջան, նոր բան չկա այստեղ։ Ի՞նչն է նոր բան։ Եթե ինչ-որ մեկ ասեք ինչն է նոր բան, կասեմ ինչն է նոր բան։ Բայց Արցախում ապրում էին բիզնեսներ դրել էին, բայց ով էր դրել։ Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ չի ապրել։ 1998 թվականից հետո որ եկել է Հայաստան նախագահը դարձել, երբ որ նախագահի պաշտոնը թողել է, Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ Հենց մենակ հարցը Ռոբերտ Քոչարյանի Չէ, դուք ասեցիք, ես չասեցի։ Դուք ասեցիք Ռոբերտ Քոչարյանը ապրել է այնտեղ, կարող ապրել է, չգիտեմ։ Ես ամենայն դեպս իր նկարներից այլ տեղ եմ տեսել, որ ինքը ապրում է, այլ տեղ է հանգստանում։ Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կարող է ես սխալ եմ, չգիտեմ, թող ինքը ասի, այո, ես ապրել եմ։ Ես առնվազն որ գումարային հաշվով վերցրածնենք, մոտ 1 տարի ապրել եմ այնտեղ եւ տեսել եմ օրինակ, թե իրենց տունը միշտ դատարկ է եղել։ Այդ թվում COVID-ի ժամանակ շատ արցախցիներ դժգոհում էին, ասում էին, որ տունը փակ է կամ երբ որ արդեն այդ պատերազմական հետ պատերազմական վիճակից հետո չեմ կարող վստահ պնդել, խոսակցություններ։ Ասում էին, որ դատարկ է եւ չի բացում է դռները, որ գոնե իր հայրենակիցները այնտեղ ապրեն։ Բայց նույնիսկ եմ ասում, կարող է եւ սխալ եմ։ Իսկ կոռուպցիայի դեպքերի հետ կապված ինչ կասեք ձեր իշխանության ժամանակ, որովհետև ազգային ժողովի ամբիոնից այսպես ցցուն օրինակներ մատնանշեցին, ձեր անունն էլ այնտեղ արանքում հնչեցրեցին։ Նու իմ անունը այլ կոնտեքստում էր, պետական պարտի շրջանակում էր։ Բայց ուշադրություն գրավեցին էլ, այսպես ասած։ Հա, բայց ոնց որ խոսեք հիմա կոռուպցիայից ու ասեք ձեր անունն էլ, Վահան Մեսրոպ Մանուկյանը խոսում է պետական պարտից եւ ասում է պետական պարտի մասին։ Չէ, դեմ չեմ, կարող է դրանից է խոսում։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ, եկեք էլի փորձարկում անենք կամ ուսումնասիրենք։ Կարող եք ասել վերջին 8 տարվա ընթացքում ամենաշատ, եթե տրամաբանությամբ գնանք, իրանց ասածը, որ կալանքը պատիժ չէ կամ այսպես է դիտարկում, ովքեր են, որ պաշտոնյաներն են ամենաշատ անցկացրել, օրինակ, անազատության մեջ։ Ում նկատմամբ կան, օրինակ, մեղադրական դատավճիռներ։ Ուսումնասիրեք եւ կարծում ձեր հարցի պատասխանը կլինի։ Դրանք ցավոք սրտի, իմ համար ցավոք սրտի, այնպես չի, որ այս մյուս դեպքերը համարում են ոչ արդարացի կամ արդարացի, բայց ցավոք սրտի նախկին իշխանության ներկայացուցիչներ չեն։ Մենք ունեցել ենք փոխնախարար, որը երևի թե ինչքանով որ ես հիշում եմ, ամենաշատ անազատության մեջ մնացած մարդն է եղել։ Ունեցել ենք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եթե դուք ուզում եք ինձանից լսել, որ ես կասեմ հիմա կոռուպցիա չկա, ես այդպիսի բան չեմ ասի, որովհետև ես կարդում եմ այդում ձեր կողմից հրապարակված, ասենք, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունները, քննչական կոմիտեի հայտարարությունները, չգիտեմ, բոլորին վերջերս հետաքրքիր օպերացիա էին արել, այդ դրոնով թռնում եւ նկարում են, հա, հաղորդական իրավունքի գումարի դեպքում իհարկե կան ժողովուրդ, ով ասում չկա։ Վահագնի թաղամասի տունն էիք 8 տարի մատնանշում, պարզվեց նա, պարզվում է ԱԱՑ տնօրենն էր ձեր դղյակունի Վահագնի թաղամասում էս ոնց հասկանում։ Ես չեմ կարող ասել ունի թե չէ։ Մեսրոպ Մանուկյանից ասած, պետություններ ունի։ Մեսրոպ Մանուկյանը շատ բաներ է ասել, հետո պարզվել է այդպես չի գուցե։ Ես չեմ կարող ասել, թող արձագանքեն։ Վիդեոներ եւ տեսագրություն եւ նկարներով հրապարակվի այդ ամեն ինչը։ Սեփականության վկայական, թող հրապարակվի տեսնեմ։ Կհավատանք այդ ժամանակ։ Ինչին հավատամ, եթե դուք ցույց կտաք կադաստրով գրանցված որ ԱԱԾ տնօրենը ունի, դա առնվազն դուք ես եւ դուք կտեսնենք հայտարարագրում, հեսա։ Ժողովուրդ ջան, եթե այնտեղ է ապրում, հիմա հայտարարագիր լրացնելու ժամկետն է, լավ, եկեք բացենք 25 թվականի հայտարարագիրը, տեսնենք այդ մարդը ինչ ունի։ Այսինքն ինքը ինչ ունի, պետք չի Մեսրոպ Մանուկյանի լսել, պետք է բացել մեր կողմից այդ թվում կատարելագործված այդ կոռուպցիայի կանխարգելման համակարգը, բացել տեսնեն այդ մարդը ինչ ունի։ Պարտադիր չի Մեսրոպ, գրում եք։ Եթե պարզվի ճիշտ է, նորմալ է, թե նորմալ չի։ Ինչ են։ Գնահատականը տվեք, հետո։ Ինչը պարզվի ճիշտ է։ Որ Վահագնի թաղամասում դղյակում է ապրում ԱԱԾ մեր նոր տնօրենը։ Իսկ ինչ պայմաններում է, ես չգիտեմ։ Կարող է հիպոթեկով է վերցած 40 տարում կամ 30 տարում պետքա փակի։ Դուք հիմա որևէ տեղ ապրում եք։ Սեյրան Օհանյանը վարձով էր ապրում։ Հարգելիս, չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գետ 1 պաշտոնյա, որի գույքը դրել են կալանքի տակ եւ որը դեռ իր սեփականությունը չի կարող Սեյրան Օհանյանը բերի ցույց տա, որ օրինակ պայմանական ՎՏԲ բանկով այս տունը գնաց, հեսա տեսեք հələ միջև 2050 թվականը պետքա փակեն եւ դատախազությունը գնացի սա ապօրինի է։ Ապօրինին այն դեպքում է, երբ որ հակառակը գնում է ասում են դու ստացել ես 400,000 դրամ աշխատավարձ, չունես հիպոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ եւ չէիր կարող ունենալ, որտեղից քեզ է սեփականությունը, այ երբ որ մարդը չի կարողանում հիմնավորի, այդ ժամանակ գույքը դատախազությունը հայցով փորձում է վերցնել, այսինքն չկա տես դեպք։ Երբ որ դուք խոսում եք, չգիտեմ, մեր չէ, ասեմ, էս էլ է շատ կարևոր։
Շատ կարևոր է, երբ որ մեր հանրությունը լսում, օրինակ պայմանական 5 տարի հետո կլինի, մի տարի հետո կլինի, ցանկացած, չգիտեմ, 10 տարի հետո կլինի, ցանկացած այլ իշխանություն որ եկա, այդքան որ ձեր կողմից շատ թմկահարվող կամ ընդդիմության կողմից մեր առաջին նստաշրջանի ժամանակ պարոն Կոնջոյանի տնից խոսք գնաց եւ այլն։ Ով էլ որ գա, այդ տունը չի կարող համարվել ապօրինի ծագում ունեցող, որովհետեւ այդ տան տերը դեռ ինքը չի լինելու։ Այդ տան տերը լինելու է փաստացի այն բանկը, որը տվել է իր փոխարեն, ասենք 5 տարի առաջ գումար եւ ինքը պետքա փակի։ Իսկ այս պահին անցնող, երբ որ թվարկում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի այդ մեծ թիվը կամ մյուս անձանց դեպքում, իրանց դեպքում հենց այդ է, որ տակը չկա այդ հիմնավորում, որտեղից էս գումարը։ Պարոն Գաբրիելյան, եթե օրերից մի օր փոխվի իշխանություն, դուք չլինեք իշխանության, ազգային անվտանգության ծառայության պետ նշանակվի իշխանության կողմից որևէ մեկը եւ քաղաքական ղեկավարի ուղիղ ցուցումով հրահանգով մտնեն օրինակ ձեր տուն եւ չգիտեմ ձեր երեխան չափահաս է թե անչափահաս անչափահաս է։ Որ ասեք երբ կլինի դա, կարող է չափահաս։ Ես ներկայացնում եմ իրավիճակը եւ ձեր անչափահաս երեխայի ներկայությամբ տանը խուզարկություններ սկսեն իրականացնել, ձեզ օրինակ գցեն գետնին, հետո փորձեն ձերբակալել եւ տանել ներկայացնել իրավապահ մարմիններին։ Օրինակ դուք եւ ձեր քաղաքական թիմը ինչպիսի գնահատական կտաք նման երևույթներին։ Մի քանի հարցեր էր ձեր հարցը պարունակում, բայց եկեք այս ուրիշ կոնտեքստում պատասխանեմ։ Դե եկեք պահանջ դրեք, ասեք Ժորժ ջան, եկեք քրեական դատավարության կամ այլ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել։ Չէ, հարցը ոչ թե Երբ որ դուք վահան եք փորձում դարձնել անչափահաս երեխային, ես էլ ասում շատ լավ, չէ, այստեղ էլ է, չէ, գալիս ասում են, չգիտեմ, մայրական խնամքի տակ երեխա ունի, ես ինչ կինը նրան նկատմամբ Ժորժ, բայց օրենքն է, եկեք փոխենք օրենքը, եկեք ասեք չի կարելի։ Հարցը ոչ թե վարույթ իրականացնել չիրականացնելու մասին է, եթե քրեական վարույթ է հարուցվել մարդը օրինակ մեղավորություն ունի, պետք է ընթանա այդ գործը, դրա մասին չէ, այլ այն, որ դրա շրջանակներում ներխուժում են մարդու բնակարան անչափահաս երեխայի ներկայությամբ, դուք ձեր վրա այդ ամեն ինչը։ Երբ որ դուք ասում եք, որ եթե մարդը մեղավոր է, այդտեղ խնդիր չկա, իրան պետքա իհարկե պետքա պատասխանատվության ենթարկել, բայց այդ պատասխանատվության ենթարկելը գործընթաց է իրանից, չէ՞ ենթադրում։ Այդ ենթադրում այո, խուզարկություն, չգիտեմ, գաղտնալսում, քննչական գործողություններ, հարցաքննություն, առերեսում, դատական նիստեր։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ամեն ինչը չլինի, միանգամից sense այդ կլներ օրինակ բռնապետություն, եթե չլներ որևէ բան, մեկ էլ տեսնենք, այսօր դուք ոչ թե կարդայիք, որ պայմանական որևէ ընդդիմադիր գործ չի տանը խուզարկությունը, այլ այսօր առավոտյան 10-ին Առաջինացյանի դատավոր էս ինչը ընթերցեց դատավճիռ եւ դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Բա պետքա լինի, չէ՞ դա։ Դուք սլակները փոխում եք։ Որն է ձեր ասած, որ երեխայի ներկայացուցիչների ձեր ասածը մասնակցությամբ որտեղ օրինակ էլի կան հարուցված քրեական վարույթներ, նման օրինակ դրվագներ չեն արձանագրվում։ Ինչու օրինակ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում իր անչափահաս երեխաների ներկայությամբ չեն գնացել եւ չեն ներկայացել նախաքննական մարմին։ Սերգեյ Բագրատյանի տղայի վերաբերյալ խտրական մոտեցման մասին եմ խոսում, պարոն Գաբրիելյան, ոչ թե այդ քրեական վարույթների ճիշտ կամ սխալ կամ ինչու է հարուցվել։ Ես ծանոթ չեմ մյուս երկուսի գործերին։ Հայկ Կոնջորյանի եղբոր եւ Սերգեյ Բագրատյանի որդու վերաբերյալ գործերից հարուցված է թե ինչ։ Այսօր հոդվածով Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ։ Բայց որքանով որ ես տեսանյութերից այդ մեկն եմ տեսել, ինձ թվում է Դուք չեք տեսել, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը հայհոյում է բարեկային ծառայողի Դա երբ է եղել։ Երբ դրան հաջորդել է ամենայն դեպս Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դրվագը։ Նախաքննական մարմինը, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունը պարզաբանում են իրականացնում։ Հիմա ինչ եք ուզում։ Ես ձեզ ներկայացրի Տվյալ իրավիճակում երկուսն էլ քաղաքացիական պայմանագիր ներկայացնեն։ Հիմա ումից է վրեժ լուծվում։ Պարոն Գաբրիելյան, դուք լսում եք, ես ինչ հարց եմ տալիս։ Որքանով որ ես եմ կարդացել, մի կողմն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, մյուսն են ումից են վրեժ լուծում։ Ձեր հարցը չեմ կարող հասկանալ։ Դուք ուզում եք, որ երեխաների նկատմամբ չլինի, թե ուզում եք երեխաների նկատմամբ էլ լինի, բայց խտրական չլինի։ Բոլորին գնան լավագույն շահը հաշվի առնելով չլինի երեխաների ներկայացում։ Այսինքն ոչ այն դեպքում, ոչ այն դեպքում։ Դա այդպես հարցը ձեւ ոչ թե ասեք ինչի այնտեղ խտրական վերաբերմունք նշանակում որ բոլորի երեխաների մոտ պետք է գան այդ գործողություններն անեն։ Ոչ, պետք է չանեն։ Շատ լավ։ Ես ընդունել եմ այդ թվում հեղինակել եմ մի օրենք, որը ըստ էության պարտավորեցնում է իրավապահ մարմինների ղեկավարներին գալ ազգային ժողով։
տարին առնվազն մեկ անգամ եւ պատասխանել մեր հարցերին։ Ինձ, քանի որ գործի մանրամասներին ծանոթ չեմ, կարող եմ ձեզ խոստանալ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այցում հրապարակային կհարցնեմ, որ ասում են, որ ինչի այս դեպքում սա է, այս դեպքում այդպես չի։ Որտեւ այնտեղ տարբեր քննչական, այսպես ասած, գործողություններ կարող են լինել, ես չեմ կարող էլի ասել։ Պարոն Գաբրիելյան, իսկ Հասկանում եմ, ձեր ենթատեքստն եմ հասկանում, թե Տիկին Ջեվեջյանը մի քիչ սխալ անվանում տվեց խտրականություն, ձեր հարցը հասկանում։ Չէ, եթե խտրականություն ես ասում, նշանակում է պահանջում ես, որ միշտ տենց լինի։ Ոնց չէ։ Երեխաների լավագույն։ Այդ է ասում, հավասարություն։ Հավասար են եւ չպետք է լինեն ավելի հավասարներ։ Հավասարից բոլոր երեխաների մոտ անեն, թե չանեն։ Եթե չանեն, այն առաջին ասած սա գալիս։ Եկեք օրենքը փոխենք, ասենք, որ չգիտեմ, պատերազմի մասնակցած մարդկանց չի կարելի հետապնդել։ Բազմազավակ ընտանիքներ ունեցող անդամներին չի կարելի անել։ Ժողովուրդ ջան, որովհետև երբ որ ծայրահեղացնում եք ամեն ինչ։ երեխայի լավագույն շահ ասվածը ինչ է։ Երեխայի լավագույն շահը թվարկեմ ամբողջությամբ։ Գոնե երկուսը Որ երեխան իրավունք ունի ապրելու առանց վախի մթնոլորտի, իսկ նման գործողությունները երեխայի մոտ ստրեսային վիճակ են առաջացնում, որը կարող է նրա ողջ կյանքի ընթացքում հետ թողնել եւ ազդել նրա իրավիճակ լինի, որ այն անձը, որը հետախուզվում է, հազարավոր տենց երեխեքի վախում է պատճառը կամ աղքատություն է պատճառը եւ պետքա քննչական գործողություններ արվի։ Ոտնատակ արել հազարավոր այլ երեխաների լավագույն շահը։ Ժողովուրդ ջան, կարող է անհետաձգելի գործողություններ պետքա լինեն, որոնք ասում եմ այն մյուս հազարավոր երեխաների լավագույն շահն են պաշտպանում։ Նայեք, թուրքերը հայերի երեխաներին վերացնում են, որովհետև ասում են, որ այդ ժողովուրդը չպետք է վերարտադրվի։ Հիմա ձեր ասածով նույն վերաբերմունքն է, այսինքն եթե ձեր ասելով ամեղության կախավարկածը խախտելով այդ մարդը ուրիշ երեխաների մոտ վախ է առաջացրել, ուրեմն դուք էլ պիտի այդ մարդու երեխայի մոտ Ասած չգիտեմ ձեր համեմատությունը ինչին է ուղված, բայց որքանով որ ես եմ պատմությունը սերտել, ոչ միայն թուրքերն են մեզ սպանել առնվազն։ Չգիտեմ դրա համար ինչ եք դուք մարտանշում։ Դե դա հիշեք։ Չէ։ Հարևաններ չունենք, որ մեզ կոտորել են, հրիպսում են։ Շատ վատ է, որ դες տեսնում, հասկանում ինչ եք Մեր գործընկերությունը ասենք սրանց 200 տարի առաջ, 220 տարի առաջ ենթադրենք։ Ինչ ռուսներ, ժողովուրդ ջան, Իրան չունենք մեր հարևան։ Ասենք իրանց տիրապետության տակ չէ։ Այսինքն ցեղասպանություն են արել։ Ես չեմ ասում ցեղասպանություն, որ դուք ասում եք մեր երեխաներին կամ մեզ սպանում են, ասում ինչ եք։ Երեխաներին սպանում են, որ ցեղը վերացնեն, դրա մասին է խոսքը։ Այս թեմայով այնքան երկար կխոսեի, որտեղ անկեղծ չհասկացա ձեր բանը, ինչ անշան թուրքերը սպանել են։ Հա, ով է ասում, չի եղել այդպիսի բան։